Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1 Լավ եք, դու էլ ապրես, լավ, կմասնակցես, իրգունը կուկամ, հարած ես, ես ինչ անուշ բալա։ Մարտի 25-ին Գյումրու համայնքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի և թիմակիցների ուղեկցությամբ Գյումրու կենտրոնական շուկայում էր։ Տեխնատուն շրջեց շուկայի տարածքով, խոսեց տեղի վաճառականների հետ, հորդորելով նրանց մարտի 30-ին մասնակցել համայնքապետի ընտրություններին, չտրվել սատրանքներին և տեր կանգնել սեփական ձայնին։ Կմասնակցեք, անտարբեր չեղնեք, աղբեր չան։ Կմասնակցեք, անտարբեր չմնաք, բարև ձեզ, կմասնակցեք անպայման, անտարբեր չմնաք, շնորհակալ եմ շատ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն լսելով վաճառականների բարձրաձայնած խնդիրները նշեց, որ առաջիկայում Գյումրին կունենա նոր, ավելի հարմարավետ պայմաններով շուկա։ Կմասնակցեք ընտրություններին, անտարբեր չմնաք, ես անձամբ տամ, կմասնակցեք, անտարբեր չմնաք։ Հաջան, սա աղբերես, հարցը ուզեք կարատս տեղա, սել եմ, ձեզի սաղից սել եմ, նորմալ տեղ կսարկենք, ձեզի կտեղավոր, նոր կտեղավորենք, եղավ, մինչև չսարկենք ձեր խատրին չենք կրնի 100%։ Դուք որ իմ թիկունքիս եք, ես վաբշե չեմ կասկածել, բարև ձեզ, կմասնակցեք անպայման անտարբեր չմնաք, բարև ձեզ, շնորհակալ եմ շատ։ Սարիկ աղբեր ջան, իշքան շատ լավ Ջանդանուշ, շնորհակալ եմ շատ։ Շատ կական կինս անձամբ ծանոթ է, հարցրով է բուդզրե, շատ ընդիր հավեսով շնորհքով։ Շնորհակալ եմ շատ։ Շատ ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու ժողովուրդ ջան։ Փոխադարձ։ Շնորհակալություն։ Մենք ենք ձեզնից շնորհակալ, Մեր քաղաքը որ աջակցում եք մեզ։ Սիրունցնեք Այո։ հանրաշփությունների։ Ծնիет семья без уродов։ 100%։ Այնուհետ թեկնածուն իր քարոզարշավը շարունակեց Գյումրու Նորավան թաղամասում։ Այստեղ Սարիկ Մինասյանին սպասում էր թաղամասի բնակիչների մի մեծ բանակ։ Աստծով իշքան լավ բարի կորս կա թվասը օրտնության իրականանա։ Մինչ թեկնածուն կսկսեր իր ելույթն ու կներկայացներ նախընտրական ծրագիրը, Քնարիկ Հարությունյանը խոսեց այս թաղամասում արված աշխատանքների մասին։ Տարիներով գոյու հարցը չէր լուծվում։ Ես գիտեմ, թե ինչքան դժվար պայմաններում են ապրել այս տարածքում գտնվող մարդիկ, որովհետև զրկված են եղել տարական կոմունալ պայմաններից, 21-րդ դարում իհարկե անընդունելի էր, որ դուք ստիպված եք եղել այդ պայմաններում ապրելու ու մեր խմբակցությունը Գյումրու ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նախորդ տարի ձեռնամուխ եղավ, որ այդ հարցը վերջնականապես լուծվեր։ Սարիկ Մինասյանն էլ հավելեց, որ թաղամասի երեխաներն առաջիկայում կունենան ֆուտբոլի դաշտ։ Այստեղ խնդիր կա խաղահրաբարագի եւ մինի ֆուտբոլի դաշտի, տղաները մեր ընկերները տեղեկացրել են, անպայման այդ հարցը կլուծենք։ Երկու պարով ներկայացնեմ ընդհանրապես մեր մոտեցումները քաղաքի վերաբերյալ, մեր ծրագրային դրույթների վերաբերյալ, նախ եւ առաջ նշեմ, որ մենք ցանկանում ենք, որպեսզի մեր քաղաքում ստեղծվի համերաշխ խաղաղ մթնոլորտ, որտեղ գյումրեցիները կապրեն հանգիստ, մաքուր քաղաքում, բարեկարգ։ Ես պատրաստ եմ ծառայելու գյումրեցիներին, իմ նախկին զբաղեցրած պաշտոններում եւս ծառայել եմ մեր քաղաքին, մեր բնակիչներին, ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, իմ սկզբունքները չեն փոխվելու, իմ մոտեցումները չեն փոխվելու, իմ համար գլխավորը գյումրեցին է, մեր քաղաքացին է, այս թաղամասում կան 1-2 փողոցներ, որոնք ապագայում ներառվելու են վերակառուցման process-ում, 9 քաղաքական ուժ է մասնակցում այս process-ին, բոլորը մեկիտ եմ, ես էլ ասել եմ դուք բոլորով համախմբվեք, իսկ իմ թիկունքին գյումրեցին է, գյումրեցիները ինձ մենակ չեն թողնի եւ մենք անպայման հաղթելու ենք, շնորհակալ եմ։ Գյումրու թիկունքին
Ինչպես տեխնատուն, այնպես էլ մարզպետը Բաղրամյան փողոցի կոյուղագծերի հարցի լուծման օրինակով նշեցին, որ միայն կառավարության աջակցությամբ է հնարավոր լուծել Գյումրիում առկա խնդիրները։ Ես կուզեմ, որ բոլորդ գնաք ընտրությունների, ձեր հարևանների, բարեկամների, հարազատների հետ, որովհետեւ Գյումրիում չունի կոալիցիոն կառավարում։ Կոալիցիոն կառավարման պարագայում եթե 2, 3, 4, 5 ուժեր իրար կկպնին ամեն խնդիրը լուծելուց, ամեն մեկ խնդրի առաջ կանգնելուց, ամեն մեկ իր կոմդի քաշը։ Երբ որ քաղաքապետի թիկունքում կառավարությունն է, քաղաքապետի թիկունքում մարզպետն է, ազգային ժողովի падգամավորներն են, համատեղ ուժերով քաղաքի խնդիրները շատ ավելի հեշտ է հնարավոր լուծել։ Վստահեցնեմ գծեզի մեր կառավարությունը ցիկ կանգնած է պարոն Մինասյանի թիկունքին, մեր կուսակցությունը ցիկ կանգնած է վարչապետի գլխավորությամբ պարոն Մինասյանի թիկունքին եւ ձեր ցենը տալով պարոն Մինասյանին վստահ ձեր ցենը կուտակ ցեզի ձեր երեխեքին ու ժողովրդին։ Մեր քաղաքը պետք է լինի համերաշխ, զարգացող եւ ամենալավը։ Ես դա խոստացել եմ իմ որդուն եւ վստահեցնում եմ, որ ընտրվելու դեպքում լինելու եմ բոլորիդ քաղաքապետը, ասաց Սարիկ Մինասյանը։ Թեստիկը ընտեսցելով կծանոթանաս մարդու կենցաղին ամեն ինչին, որ աշխատող է, որ ցկտող է, առաջեշտին մեր երկրին խաղաղություն լինի, բոլոր հարցերը դրականապես կլուծվի, հատկապես Գյումրիում։ Ես Գյումրու բնակիչ եմ, ծնվել ապրել եմ Գյումրին, ես կուզեմ որ Գյումրին տեսնեմ միշտ պայծառ, բոցավառված։ Իսկ ում եք տեսնում տեխնազու հենց։ Միայն Սարիկ։ Մեր Սարիկին մեր աղբորը։ Ինչու՞։ Այդպես սիրտս կուզե։ Հենց այդպես։ Մենք արդեն գտել ենք, որ ինքը կարող է պատրաստել ամեն ինչ Գյումրիում ստեղծի մեր երեխաների ապագան լավ հարթ կնա, մեզ պես չլինի։ Սարիկ Մինասյանը։ Խոստումնարից է, ամեն բան արում է։ Սարիկ Մինասյանին։ Սարիկ Մինասյանը։ Ինչու՞։ Լավ մարդ է, այդպես գիտենք մենք։ Շատ լավ մարդ է, մենք էլ կընտրենք ընտանիքով, ժողովուրդը քո է Սարիկ Մինասյանից։ Մեր Սարիկին։ Ինքը շատ լավ անձնավոր է։ Ինձ իպես տղա եմ համարում իրան։ Ջո, բարեխիղճ, աշխատասեր, հոյակապ անձնավորություն է ինքը։ Ոչ տեսենք թե ծանոթ է, բայց իր աշխատանքը կտեսնեմ ես գնահատեմ գոր ինքը։ Սա որ փողոցներն է շատ կրկրված որ քաղաքը զարգանա, բայց կուզենք որ տուրիստական կազմակերպությունը դոմ լավ զարգացնեն էլի հյուրանոցները աշխատին, հարգեր մուզեյն